Ողջունեմ ձեզ բոլորդ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի անունով։ Բարի եկած եք։ Հաջիս գողքի եղբորդ եւ քրոջդ հետ ողջունե եւ ասե լավ որ Տերոջը ներկայության եկած ես։ Փառք իր սուրբ անվանը, հալելույա, հալելույա, հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը, ամեն։ Փառք իր սուրբ անվանը։ Նաև գուզեմ հատուկ ողջույն եւ շնորհակալության խոսք ուղղել բոլոր անոնք, որոնք մեզի Facebook-ով եւ YouTube-ով գեհդեվին, ծեր քաչալերական կոմենտները եւ ծեր շերն էլը գիսվիլը իրապես կնահատելի է հատուկ շնորհակալության խոսք ունիմ ցեզ մե յուրաքանչյուրին սիրելի քույրեր եւ եղբայրներ, դերս է շատ օրհնի։ Փառք իր սուրբ անվանը։ Գիտեք, այս անցած քանի շաբաթները մեզի համար շատ հատուկ շաբաթներ էին։ Գիշեք Զարգազարդի օրը փառավոր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը որպես թագավոր դեպի Երուսաղեմ։ Բայց մենք այն օրը մեր ուշադրությունը չդարձուցինք անոնք, որոնք երգեին կփառապանեին, ապա մեր ուշադրությունը դարձուցինք մեր Տիրոջը Հիսուսին։ Ամեն մարդ ուրախ էր կփառապաներ, Հիսուս կարդասվեր եւ գուլար։ Ուզեցինք հասկանալ Տերոջը սիրտը, շատ կարևոր է այս մեկը։ Հասկանաս Տերոջը սիրտը։ Մեծ շնորհք է, առավելություն է, երբ կհասկանաս անոր սիրտը։ Չես դարվիր ամփոխին Գուզես նայել իրեն եւ ասել դեր գուզեմ քեզ ճանչնալ, գուզեմ քեզ լսել, գուզեմ քեզ տեսնել։ Անոր հաջորդող քանի օրերը մենք ունեցանք խաչելության պաշտամունքը, գիշեք խոսեցանք ինչպես Քրիստոս ցերպակալվեցավ, չարչարվեցավ եւ խաչվեցավ։ Իսկ անցյալ գիրագի փառավոր հարության դոնը հաղթություն հայտարարեցինք, իրապես հաղթությունը քրիստոնեական մեր կյանքի մեջ մեծագույն հաղթությունը հարության հաղթությունն է։ Փառք իր սուրբ անվանը, հարությունը Հիսուս մերելներեն հարություն արավ եւ հիմա գենթանի է եւ ներկա է մեր մեջ այդ հարության զորությունով։ Փառք իր սուրբ անվանը։ Գիտեք, այնինչ որ գանցնեինք, այնինչ որ այս շաբաթ կանցնեինք ամեն մեկ արիթին, ամեն մեկ նյութը կսերդեինք, պարզապես քարոզներ չեն քույրեր եղբայրներ։ Կուզեմ ցեզ այս մեկը հստակացնել։ Ես ամեն գիրագի ցեզի քարոզ դալու փապակին մեջ եմ։ Ավելի քան ցեզ առնեմ այն ջերնին, այն ճամփորդությունը, որ Հիսուս գկալեր։ Զարգազարդը մեր սրդերը ուզեցինք Տերոջը սիրտը հասկանալ, յետքը չարչարանքները տեսանք, մեզի համար որքան սաֆրերավ, յետքը տեսանք հարությունը։ Իսկ այսօր գուզեմ շարունակել այս մեկը, գուզեմ շարունակել։ Պատրաստ եք ճամփորդությունը շարունակելու։ Վերջ չի կդավ ամեն ինչ։ Վերջագետ չէր հարությունը։ Մենք կգարտանք, որ հարութենեն ետ Հիսուս 40 երկար օրեր ասեմ։ Այո, երկար օրեր էին, այդ 40 օրերը Հիսուս երկրի վրա մնաց աշակերտներուն հետ, որովհետև Հիսուս պետք էր որ աշակերտներուն հետ լար։ Պետք էր որ երկրի վրա 40 օրեր մնար։ Դերևս ես եւ տունը լայինք 24 ժամեն համբարնային կերտային, բայց Հիսուս բաճար ուներ հոս մնալու, բաճար ուներ, չուզեց աջաբարել, սպասեց 40 օրեր, և եկեք սեզի գարտամ, թե այս 40 օրերը ինչու համար հոս մնաց, ինչ էր իր նպատակը, շարունակենք մեր ճամփորդությունը իր հետ, որտև 40 օրերու այս շրջանին մեջն ենք մենք հիմա, թունալ այս 40 օրյա հարության շրջանի մեջն ես, Հիսուս մեզի հետ որպես մարմինով ներկա։ Այդ պատկերացում ունեցիր կնա ճամփորդե
այս channel ջամփորդության channel-ներ կան, հոն կնա եւ այնտեղ եղիր այդ 40 օրերուն ընթացքին։ Եվ գարտամ ցեզի Կորձարակելոցի առաջին գլխեն քանի մահամարներ գարտամ ցեզի։ Կորձարակելոց առաջին գլխուն Առաջին գլխուն երրորդ համարեն գարտամ ցեզի։ Անուն հոր եւ որդվո եւ օգնի սրբո ամեն։ Որոնց ինքզին ցուցուց գենտանի իր չարչարանքներեն հետո շատ աբացույցներով 40 օրվան մեջ անոնց երևնալով ու Աստծո թակավորությանը վրա խոսելով Անոնց հետ մեկտեղ գտնված ադենը աբսպրեց անոնց, որ Երուսաղեմեն չհերանան։ Հավա սպասեն խոստումին, որ ըսավ։ Ինձ մել լսեցիք, վասնզի իրավ Հովանես չրոմը գրդեց, բայց դուք շատ օրեր չանցած Սուրբ Հոգիով պիտի մգրդվիք։ Որոնք ինքզին ցուցուց գենթանի իր չարչարանքներեն հետո շատ աբացույցներով 40 օրվան մեջ անոնց երևնալով ու Աստծո թակավորությանը վրա խոսելով։ Դեր օրհներ խոսքը հրամեցեք։ Հալելույա, փառք իր Սուրբ անվանը։ Ինչպես ասի Հիսուս մնաց 40 օրեր, որովհետև Դագավին կորձը չեր ամբողջացած։ Փրկության կորձը ամբողջացած էր, բայց Դագավին գար կորձ։ Գիտեք, եթե ովևէ մեկ անցմլար Հիսուսի զատ, բիդսեր 3.5 տարիներ ամեն բան ըրի։ Կարոզեցի, շրջեցա, հիվանդները բժշկեցի, թևերուն ազատագրություն տվի, մարդոց գարիկները լեցուցի, երբ անոթի էին իրենց գերագրեցի, զիս ցերփակալեցին, զիս չարչարեցին, զիս խաչեցին եւ երրորդ օր հարություն արի եւ վերջ։ Եվ վերջ։ Սա 40 օրերը հանգստանամ այստեղը։ Սպես լավ հոլիդեյ մարնեմ։ Վերջ արոք փարոք համբարնամ։ Ցեզի ասեմ քույրեր եղբայրներ։ Հիսուս որչափ կորձեց իր 3.5 տարվա առաքելության ընթացքին, նույն չափ եւ ավելի կորձեց այդ 40 օրերում մեջ։ Նույնքան եւ ավելի կորձեց։ Գիտեք ինչու համար գարտանք առաջին հերթին, որ ինքզինքը ցույց տվավ շատերուն աբացուցելով, որ ինք հարություն արավ։ Շատ անգամ խումբով հայտնվեցավ։ Մենք կտեսնենք Հովաննուի մեջ, որ 11-ին հայտնվեցավ։ Երբեմն զույգ էին եւ անոնց հանդիպեցան։ Քիչ ասոնց մասին պիտի խոսենք։ Երբեմն անհատապես հանդիպեցավ։ Գիտեք մոտավորապես քանի հոգի երևցավ Հիսուս հարութենեն յետք։ 500 ավելի։ Գրնակ երևակայել։ Բոլորին, որոնք հավատացած էին իրեն, ընդունած էին որպես դեր եւ բրգիչ, գնաց մեկ թուրերին զարգավ։ Եվ ասավ ես մեռած էի եւ ահա գենթանի եմ։ Ցույց տվավ ինքնինքը, ասավ ես գենթանի եմ։ Ես ողջ եմ։ 500 ավելի, անոնամար 40 օրեր դվեց։ 500-ը մեկ հավաքելով չերևեցավ, ամեն մեկը ուր որեր դան մեջ, իր կորձին մեջ կնաց եւ մեկ հանդիպեցավ իրենց, ցույց տալու որ ինք հարուցյալ դերն է։ Եվ կգարտանք այստեղը գսե որ շատ աբացույցներով 40 օրվան մեջ անոնց երևնալով ու Աստծո թակավորությանը վրա խոսելով։ Առաջին բանը որ Հիսուս ըրավ, երբ որ 40 օրյա իր գեցությունը եկրի վրա հարութենեն յետք, Աստծո թակավորությունը կարոզեց։ Տերևս ասես ինչ է Աստծո թակավորությունը։ Ինչ է Աստծո թակավորությունը։ Ասեմ ցեզի։ Աստծո թակավորությունը այն գարավարությունն է, որ երկինքի մեջն է, ծրագրված է Աստծո կողմանը եւ այն գարավարությունը այս երկրի վրա այս ժամանակին մեջ գիրականանա եւ գործադրվի։
Անոր պրինցիպլները երկրավոր չեն, անոր բոլոր պրինցիպլները երկնային են։ Եվ երբ որ Աստծո թագավորությունը գսեմ, Աստծո թագավորությունը քեզի համար եւ ինձի համար եւ մեզ բոլորին համար նույնն է, ինչ որ Հիսուս Քրիստոսի համար էր։ Այսինքն, այսպես ասեմ, գուզեմ քեզի նկարագրել Աստծո թագավորությունը։ Եթե պետք է Աստծո թագավորությունը ասել, Աստծո խոսքը քարոզել, սա Աստծո թագավորությունն է, երբ խոսքը երկնային է։ Աստծո թագավորությունը ուրիշ բարականերու մեջ հիվանդներու վրա ցեք դնել եւ աղոթել է, որտեղ այդ բժշկությունը երկինքի դնորինումի մեջն է։ Եթե Աստծո թագավորությունը ուրիշ բարականերուն անցնաբես մարդումը վգայել եւ Քրիստոսի գանչել, սա Աստծո թագավորություն է, որտեղ անոր պրինցիպլները երկնային են։ Ուրիշ բարականերու համար Աստծո թագավորությունը երբ կտեսնես մարդիկ նյութական գարիքի մեջ են եւ ցերկ երգարես եւ գոկնես իրենց, սա Աստծո թագավորությունն է երկինքեն հղացած երկրի վրա իրականացած։ Երբ մեկը քու ժամանակիդ եւ քու հորթորանքներուդ եւ քու քաչալերություններուդ պետք ունի, սա Աստծո թագավորությունն է քույրեր եղբայրներ։ Աստծո թագավորության սկզբունքը երկնային է։ Երկրը generate չլար, այստեղ են չսկսիր։ Երկինքեն կսկսի գուկա այստեղ եւ հոս կգործե։ Հիսուս 40 օրեր այս մեկը ըրավ։ Հիմա ցեզի մեկ առ մեկ պիտի ասեմ ինչպես ըրավ։ Երբ որ մենք կսենք Աստծո թագավորությունը երկինքի մեջ ով դեր գուզենք երկրի վրա կալ, երկինքի գարավարությունը, ղեկավարությունը, դնորինումը, բոլորը երկիր բերել եւ այստեղ Զանիգա apply-նել, այս է Աստծո թագավորությունը։ Եթե գսես որ ես կաբրիմ իմ ուզածից պես Աստծո թագավորությունը չէ, գիտեք Հիսուսի աշակերտները չգրցան հասկանալ աս մեկը։ Հարութենեն երբ Հիսուս իրենց կսե Աստծո թագավորությունը կքարոզե, Աստծո թագավորությունը կսորվեցնե չհասկացան։ Գիտեք ինչու։ Քիչ հետ կգարտան կսենք, «Օ դեր Իսրայելի թագավորությունը այս ժամանակի մեջ գրգին պիտի հաստատես»։ Հիսուս կխոսի երկինքի թագավորության մասին, աշակերտները կհասկանան Իսրայելի թագավորության մասին։ Երկրավոր թագավորության մասին։ Աստծո թագավորությունը երկրավոր թագավորություն չէ։ Գրի վրա գիրականանա, կգործադրվի, կղեկավարվի, կգարավարվի, բայց անիգա երկնային է։ Այնինչ որ Հիսուս ավետարաններու մեջ ըրավ, սա Աստծո թագավորությունն է։ Սերդե, սորվիր, նայիր ինչ կնշանակի Աստծո թագավորությունը եւ դուն եւ ես գանչված ենք այդ թագավորությունը շարունակելու Հիսուսի եւ անոր աշակերտներեն յետքը։ Ամեն։ Ամեն։ Չլանգ աշակերտներուն նման դհաս, դքետ ամիջապես երկրավոր բաներու վրա մեր ուշադրությունը դարձնելու։ Հիսուս գխոսեր երկինքի թագավորության մասին։ Եվ անիկա կորզատրեց։ Առաջին բարական որ գուզեմ ասել, առաջին բարական երբ եկավ Հիսուս եւ 11 աշակերտները գսե վերնադամ մեջ բահվդած էին։ Ցեզի գարտամ քանի համարներ։ Հովանու ավետարանին 20-րդ գլխում մեջ այսպես կսե նույն օրը մեկշաբթի իրգուն աշակերտները հավաքված դեղին թրները կոծեին հրյաներեն վախնալնուն համար Հիսուս եկավ եւ անոնց մեջտեղը գայնեցավ ու ուսավ անոնց խաղաղություն ցեզի ասիկա ասելով իր ցերքերն ու գողը ցուցուց անոնց աշակերտներն ալ ուրախացան երբ դերը դեսան Հիսուս նորեն ասավ խաղաղություն ցեզի Հիսուս գիտեր որ աշակերտները նայեցեք գուզեմ այս խորհուրդը տալ ցեզի Հիսուս գիտեր որ եթե Հիսուս հարութենեն հետ ամիջապես համբարնար աշակերտները պիտի չգրնային իրականացնել Պիտի չգրնային իրականացնել Երբ որ գարտացի համարը ուշադրությունը ռիկ ինչու համար հավաքված էին վերնադամ մեջ
հրյաներեն գվախնային։ Գիտեք, աշակերտները վախով լեցված են, եւ Հիսուս գիտեր, որ երբ որ ինք հարություն առնե, եւ ամիջապես երթա այս վախը գրնա աշակերտներուն վրա ժխտական գերբով աստել։ Զանոնք պիտի գաբեր, զանոնք պիտի անդամալույցեր, զանոնք պիտի թողուր որ ամեն բան լքեն, վախը մեծ դեմեջ կնե մարդու կյանքի մեջը, սիրելի քույրեր եղբայրներ։ Գիտեք, սա սատանային ասեմ կորձագերբերեն մեկն է վախը, որտեվ գգարտան Հովանու նամակի մեջ գգսե որ սիրո մեջ վախ չկա։ Հաբա սերը ամեն տեսակ վախը դուրս կհանե, գվանե, eliminate կնե։ Ուրեմն վախ կա։ Գիտեք չարին նպատակը ինչ է, երբ որ աշակերտները տեսան որ Հիսուս մեռավ եւ խաչվեցավ։ Առաջին վախը, որ աշակերտներուն սրդի մեջ ցանեց չարը, ասավ դուք իր աշակերտներն եք, ցերալ վերջը նույնն է։ Գիտեք, երբ որ անցյալ գիրակի խոսեցանք ուր է ով մահկու խայտոցը, մահվան խայտոցը վախն է ասինք։ Այդ վախն էր, որ աշակերտներուն սիրտը սկսավ լեցնելու, աշակերտները սկսան աստվելու, ժխտական գերբով, բահմը այսպես ետ քաշվելու, վախով սենյակի մեջ, վերնադամ մեջ հավաքվելու եւ առանց ովևէ մեկումը լուրին։ Հիսուս գիտեք եկավ եւ շատ հետաքրքրական է։ Այդ մտնոլորտի մեջ, այդ վախի մտնոլորտի մեջ Հիսուս եկավ եւ իրենց մեջտեղ կանգնեցավ։ Ինչ ասավ։ Նայեցեք ձեզ եմ։ Եթե աշակերտներուն այդ բահուն Հիսուսը սեր ամեն մեկենիդ մեգական $1,000,000 բիտամ։ Փոխան խաղաղության աշակերտները բիցեին մենք պետք ունենք խաղաղության։ Վախով լեցված սիրտը խաղաղության պետք ունի։ Հիսուս դագավին իր առաքելությունը կշարունակի երևակայեցեք։ Գիտեր որ իր աշակերտները վախով լեցված են։ Գիտեր որ իր աշակերտներուն սրդի մեջ վախ կար, մահվան վախը կար։ Խայտոցը դագավին գաստեր իրենց մեջ եկավ եւ իրենց սավ խաղաղություն ցեզի։ Խաղաղություն ցեզի։ Հարուցյալը մեզի հետ է մեր կյանքին ամեն մի հանկրվանի մեջ մեզ խաղաղությունով լեցնելու։ Դերևս սեր մեջ շատեր կան ոմանք կան, որոնց սիրտը այս բահուն իրենց ովևէ մեկ բարակային համար վախ եւ երգյուղ կա։ Գիտեք սատանան անգամ վարպետորտի է։ Օրինակի համար գրնալալ որ գիտեք մենք ծմեր ենք հիմա, աշուն ենք, ծմեր ենք եւ հանգարց բամը գարնես աղիկներդ քիչ մը կփորփոքի եւ կսկսի ցավ ունենալ։ Բարս նորմալ ցավեր են եւ գարնես անտիբիոտիկը եւ մի քանի օր ընկլավանաս։ Գիտեք չարը ինչ կփերեմ սրդիդ մտքիդ մեջ ինչ կսե։ Գիտես այս ցավերը մեծ հավանությունով կենսեր ունիս։ Այս ցավերուն ասենք աբացույցը կենսերն է։ Եվ մանավանդ երբ քու մոդիկ բարականերդ մեկը այդ հիվանդություն ունենալ մահացած է։ Օրինակ ինձի նման։ Մայրս 57 տարեկան էր, երբ աչքերը փակեց աղիքի կենսերով։ Գիտեք, երբ որ 57 տարեկան եղավ սատանան որքան հարցակեցավ վրաս այս ուղությամբ։ Ամայդ մերած տարին է։ Ամեն վարյան վախի սկացումները սրդիս մեջ, մտքիս մեջ գցաներ։ Քույրս եղբայրս իր ստրատեգին այս է։ Հիսուս ուզեց շարունակել 40 օր մնալ, դեսավ աշակերտներուն վախկոտ վիճակը։ Անորամասավ ես հոսպիտի մնամ։ Մինչե որ այս վախը ծեր սրդերեն դուրս հանեմ։ Մինչե որ այս վախեն ազատագրվիկ։ Քույրս եղբայրս, նաև ովևէ մեկ բան որ քեզ վախ կբաճարի այս բահուն։ Դերևս
plan մունիս, ծրագիր մունիս, կորց մգա, եւ երբ որ գնայիս սիրտդ վախով գլեցվի։ Դերևս քու մարմիտ գնայիս եւ մարմիտ մեջ գտնվող ցավերը քու սիրտդ վախով գլեցնե, ասելով որ գրնալ այս կամ այն բանը։ Գիտեք, այս վախի ստրատեգին չարին մշտադև կորձոն սկզբունքն է։ Գուզեմ ասիգ ասել։ Եթե հարուցյալը քեզի հետ եւ տուն իր հետ սկսար Երուսաղեմի փարավոր մուտքը եկար Գեթսեմանի եւ այնտեղեն իդ քացիր Կողկոթա եւ Կողկոթային ետալ հարությալ գիրագին ներկա եղար այն Հիսուսը որ քեզի հետ է հարուցյալ Հիսուսը կարող է քու բոլոր վախերդ վանել եւ դուրս հանել Տերևս Ջամփորդության ծրագիր ունիս, փոխադրության ծրագիր ունիս։ Եվ չես գիտեր ինչ պիտենես, վախեր կան։ Ամեն վախի հաղթություն տվողը Տեր Հիսուս Քրիստոս ինքն է։ Հիսուս պետք էր որ դագավին երկրի վրա մնար, որտեղ դեսավ Հիսուս վերնադամ մեջ իր աշակերտները, որոնք վախով լեցված էին։ Հարուցյալ Հիսուսը հետ է գշարունակե քեզ հետ սա ջամփորդություն է չեն գսեր հարություն եղավ վերջացավ ոչ Հիսուս մեզի հետ է մենք իր հետն ենք գշարունակենք եթե գշարունակես եւ ինքու հետ է հարուցյալ դերը ամեն վախերուտ վրա քեզի հաղթություն տվող դերն է հարությունը մահվան վրա քերեզմանին վրա հաղթություն դարա վախի եւ ուսահատության փառք իր սուրբ անվանը հալելույա Հալելույա, փառք իր սուրբ անվանը։ Եվ գիտեք, երկրորդ բարական գա որ Ղուգասի մեջ արձանագրված է։ Ղուգասի մեջ արձանագրված է։ Առաջինը Հիսուս աշակերտներուն վախի հարցը լուծեց։ Խաղաղություն գուտամ ցեզի, խաղաղություն։ Շատ արժեքավոր խոսք է։ Եվ այլ դերմը Հովաննուի մեջ կսե իմ խաղաղությունս գուտամ ցեզի, որ այս աշխարհ չի գնար տալ։ Ես գուտամ։ Մարդիկ պատրաստ են միլիոններ դալու այդ խաղաղությունը առնելու համար եւ ճունին։ Իսկ Հիսուս քեզի եւ ինձի գսե ծրիորեն խաղաղությունը սկուտամ քեզի։ Երկրորդ բարական որ գտեսնենք Հիսուս Հարութենեն իդ 40 օրի անտածքին երկու ջամփորդներ կային որոնք գջամփորդեին մենք գտեսնենք անիգա գսե աշակերտներեն երկուքը նույն օրը քյուրը գերտային որ Երուսաղեմեն 60 ասպարեզ հերու էր անոր անունը Էմավուս էր անոնք կխոսեին իրարու հետ այս բոլոր եղած անցկերուն վրայով երբ անոնք կխոսակցեին ու խորհրդածություն գնեին Հիսուսին ալ մոդենալով անոնց հետ գերտար Երկրորդ դեպքը որ գտեսնենք երկրորդ առաքելությունը կորձը միշնը մուհում մեգսեին արաբերեն գիտեք միշնը որ Հիսուս պիտի ընե այս երկու աշակերտներն էին այս երկու աշակերտները Երուսաղեմեն թեպի Էմավուս գերտային եւ այս երկու աշակերտները տեսած էին լսած էին ինչ որ Հիսուսի բադահեցավ գիտեք հարցը ինչ էր այս երկու աշակերտներուն հետ որ այս բոլորը դեսնելով ագանադես ըլլալով չէին գրծած հասկնալ ինչ է բադահածը եւ որովհետեւ չէին գրծած հասկնալ գիտեք ինչ պատճառած էր անիգա դրտմություն գարտամ ցեզի Բայց անոնց աչքերը բռնված էին որբեսի զինք չջանշնան այն ադեն ըսավ անոնց ինչ է այդ խոսքերը որ քալելով իրարու հետ կխոսիկ ու դրտմածալ եք իրարու հետ կխոսին գսեն գիտես այս բանը եղավ ամեն մեկը դեպքն գնագարակրե Հիսուս ինչպես ցերպակալվեցավ ինչպես ձեծեցին ինչպես փրունց սարգին մեկը մույսին տերևս այսպես գնագարակրե անոր սիրտը կգդրվի մույսին սիրտը կդրտմի եւ ամեն նգարակրություն է բայց չեն հասկացած եղելությունը չեն գրծած իրականության մեջ գիտնալ թե ինչ է եղածը եւ բադահածը մութեր իրենց համար չէին գրնար դեսնել
Եվ ճիշտ այդ պատճառով սրտերի մեջ մեծ դրդմություն կար։ Շփոթած էին։ Դարագուսանքի մեջ էին։ Շվարած էին։ Գկարծեք, որ Հիսուս իր շվարած դարագուսանքի մեջ եղող աշակերտները պիտի ցկեր եւ երկին կերտար։ Գկարծես, որ երբ որ թուն կյանքիդ մեջ նման բարականերու մեջ ես, երկու ընտրություններու առջև ես եւ չես գիտեր որը պիտի ընտրես, որն է ճիշտը քեզի համար եւ որն է սխալը քեզի համար, երբ շփոթած ես, երբ շվարած ես եւ չես գիտեր թե որն է քեզի համար լավը, ճիշտը, թակավորության վերակրողը, որն է քեզի համար Աստծո փառքը եւ անոր գամքը, Գկարծես Աստված քեզի գթողու եւ գսե քնա ինչ կուզես սրե դու խելք ունիս քեզի խելք տվի քեզի ամեն կարողությունները տվի ամեն մարդկային իրավասությունները տվի քնա որոշումը դար քնա ինչ կուզես սրե գսե Հիսուս եկավ աս երկուքին հետ սկսավ ընկերանալու եւ որպես իրենց ընկերանունքալ գարծես սիրեցին այս ջամփորտը իրենց հետ Եվ սկսավ իրենց հետ խոսելու եւ ասին որ միայն թունես որ լուրջ ունիս Երուսաղեմի մեջ ինչ պատահեցավ անալ Հիսուս ալարծուց ինչ պատահեցավ որպես թե դեղյակ չէ խեր ինշալլահ Հիսուսն ազովրեցին որ Աստծո մարգարեներ բռնեցին զինքը մեր իշխանները եւ մեր ժողովուրդը, մեր քահանաները զինք բռնեցին եւ խաչեցին, բայց լսեցին ոմանց դեսած են եւ գսեն որ հարություն արած է, չեն գիտեր ինչ է պատահածը, գիտեք շփոթած խառնա շփոթ վիճակը, գիտեք ամենեն դժվար բարականը երբ մեկ այս գացության մեջ է, չես գիտեր ինչ պիտանես, չես գիտեր ինչ պիտանես Պետք էր որ Հիսուս 40 օր մնար այո որտեվ աս երկու Էմավուսի ճամփորդները գային Պետք էր որ քար եւ իրենց հետ եւ գարտան կսե որ հետաքրքրական է Հիսուսի խոսքերը գսե ով անմիտներ ու թուլասիրտներ հավատալու այն բոլոր բաներուն որոնք մարգարեները խոսեցան Չէ որ Քրիստոս պետք էր այս չարչարանքները գրեր եւ իր փառքը մտներ եւ սկսելով Մովսեսեն ու բոլոր մարգարեներեն գսորվեցներ անոնց ինչ որ իրեն համար բոլոր քրկերում մեջ գրված էր Սկսավ իրենց հստակ բացատրել որ այս բոլոր որոնք պատահեցան գանխավ մարգարեության մեջ Աստծո խոսքին մեջ գրված էին մարգարեացած էին Աստծո սուրբերը, Աստծո մարգարեները եւ ասոնք պետք էր որ դեղ գտներ բոլորը պետք է որ գդարվեին Հիսուս գիտեք սիրելիներ հարութենեն իդ գնայի յուրաքանչյուրիս ամեն մեկերնուս Ոչ թե միայն օրվա աշակերտները նաեւ ներկա աշակերտները դուք 21-րդ դարու պատկանող Հիսուս Քրիստոսի աշակերտներն եք Այդ 500-ի մեջ անպայմանորեն թունալ ներկայես Անպայմանորեն քու անունը դալ արցանակրված է եւ Հիսուս կնայի եթե քու կյանքիդ մեջ կա շվարած վիճակը որ քեզ անանկիս կնե Թերևս քիշերը քունդ կխանգարե Միտքդ գաշխադի հազիվ քլուխդ փարսին գտնես միտքը ձանրապերնված է ինչ պիտի ընեմ ինչպես պիտի ընեմ շատ մը պատճառներ կրնան լալ պատճառներու մասին չեմ խոսիր գիտեք Հիսուս հարութենեն հետ մեզի հետ մնաց որբեսի քու այս շփոթած վիճակետ քեզ ազատագրե Շատ անգամ շփոթությունը ուրգե հարաճ կուկա գիտեք շատ անգամ դրտմությունը ուրգե հարաճ կուկա գիտեք Դքիդուտենեն Որովհետև չես գիտեր Որովհետև չես գիտեր Աստծո խոսքը Եվ որովհետև Աստծո խոսքի մեջ գտնվող խոստումները որոնք քեզի դրված են դեղյակ չես Եվ գամալ զանոնք չես յուրացուցած Չես գիրարգած կյանքիդ մեջը Անոր համար շփոթությունը միշտ քեզ աճ եւ ցախ Հոմնագոձյալ գսե ձովի նման Երկմիտ մարդը գսե հոմնագոլիա ձովի նման գնմանի գսե Հագոպոս Արաքյալ Եվ գսե մեկ աճ, մեկ ցախ Գիտեք ինչ գսե այդ
խոսքին հաջորդող խոսքերը այդպիսի մեկը թող չգարձե որ Աստծո մե բան մը գրնա առնել մեծակույն վտանգի ինչ է երբ որ շվարած ես երբ որ չես գիտեր ինչ պիտենես չես կրնար փամցեք ցկել Թույլ դուր որ այս ճամփորդությունը Հիսուս հետդ կա նայեցեք քեզի վստահեցնեմ 100% ներողություն բզդիկ փառ գործածեց քեզի վստահեցնեմ $1,000,000 որ Հիսուս հարութենեն յետք եթե աշակերտներուն հետներ նաև հիմա քեզի հետ է քեզի հետ ճամփորդող է ունիս տարագուսանքի բաճարներ ունիս շվարած վիճակ ունիս բաներ որոնք վստահ չես ինք քեզի համար հոս է ինք քեզի համար այս արդու 27 ապրիլ 25 թվականին հոս է քեզի վստահեցնելու թե ես կրնամ այդ բոլորը քու սրդեդ ազատագրել որովհետև իմ քովս պատասխան ունիմ իմ քովս բացատրություն ունիմ իմ քովս ճիշտ նկարագրությունը կա երբ որ Հիսուս այս երկու աշակերտներուն բացատրեց Մովսեսեն սկսյալ մարգարեներեն սկսյալ ինչպես այս բոլորը պիտի կատարվեին գարտանք որ անոնք գսե երբ որ այս խոսքերը լսեցին սրդերնի մեջ խանդավառությունը սեղզվեցավ ամա քիչ առաջ ինչ էին դրտմած էին գարտամ ցեզի չէ որ սրդերնից մեր ներսիտինգը փորփոքեին երբ ինք մեզ հետ կխոսեր ջամփան եւ քրքերը գմեկներ Մեր սիրտը կփորփոքեր քիչ առաջ սրդերնին մարած դրտմած էր հիմա խոսքի եկավ հիմա Քրիստոսի ընկերակցությունը եկավ եւ հիմա Հիսուսը դեսան եւ իրենց դրտմած վիճակեն դուրս ելան փորփոքած ուրախ զվարթ երանտուն այս է որ Հիսուս կնեք ու կյանքիդ մեջ այս է որ Հիսուս կնեք ու կյանքիդ մեջ հալելույա փառք իր սուրբ անվանը Փառք իր սուրբ անվանը ամեն բարակայի մեջ ինքը ներկա է վախի մեջ ես ինքը քու կովդ է եւ երբ որ վախի մեջ ես գիտես ոտքդ արջեմ նետելու ուժ ունիս վախը քեզ կբրգե ճիղերդ գսարին մգաններդ կչորնան չես կրնար կալել Գիտես ինչ գրե ինքը ու կա ցերկետ կմտնե քեզ արջև կդանի Այդ վախի վիճակը դուրս կհանե քեզի եւ երբ որ դուրս կհանե քեզի հաղթության զոնի մեջ կմտնես հաղթության երբ որ դարագուսանքի մեջ ես երբ որ շվարած ես երբ որ չես գիտեր ինչ պիտի ասես որ պատասխանը դաս գիտես երբեմն բարականեր կան երկու գոմնալ Հաջելի չէ Որ մեկը ես չես գիտեր Եվ շվարած ես դերոջը հանցնե Դերս է օգնե ինձի չեմ գիտեր ինչպիսի որոշում դառնեմ Գուքա քուքովդ կգենա ցերկետ կպրնե գսե ես քեզ հիմա կբացատրեմ Կսկսի մարգարեներեն Մովսեսեն Աբրահամեն Դավիթեն Եսայեն ամեն ինչ կբացատրե Եթե պետք է այդ քունյութդ անիկա կբացատրե Եթե նյութդ ուրիշ բան է անոր հիման վրա քեզ հետ կխոսի Հիսուս քու շվարած վիճակետ քեզի դուրս կհանե դրտմած վիճակետ քեզ ցնծություն եւ ուրախություն կտա ամեն նա այստեղ է հիմա ինչով հարության զորությամբ քիչ առաջ երկեցինք եւ երրորդ Երորդ գտեսնենք որ Հիսուս գերտա դիպերիո ձովեզերքը եւ այնտեղ գտնե 7 հատ իր աշակերտներեն անոնց մեջ կհիշե Պետրոսը գա Թոմասը գա Հակոբոսն ու Հովանեսը գա Նաթանայելը գա եւ երկու հատ ալգա որ անունը չհիշեր գսե քնած եւ անոնց հանդիպեցավ անոնց մեջ գլխավորությամբ Հիսուս Կնաց Պետրոսին հետ հանդիպելու Առաջինը 11-ին հետ երկրորդը երկու ճամփորդներուն հետ երրորդը մեկ հոգի Պետրոս
Այո, մյուսեր հետն էին, բայց ինք Պետրոսին համար գնաց։ Ինչու համար Պետրոսին կով գնաց։ Ինչու համար հadouk Պետրոսին կով գնաց ուզես Պետրոսին տեսնել։ Ասենք գարձիկ մոնիս։ Պետրոսին պետք է հավա ինչու համար մյուսերն ալ պետք ունեին գիտեք Հիսուսի 12 աշակերտներում մեջ եթե ասենք ասես ով է ամենեն գլխավորը գրնաս գլխավորները գրնաս օղակը փոքրացնել եւ երեքնել Պետրոս, Հակոբոս եւ Հովհաննես ուր որ Հիսուս հadouk միշը մուներ աս երեքը հետն էին այլագերբության լերը այդ 12 տարեկան աղջիկը որ մեռած էր սենյակ մտավ երբ որ Գեթսեմանի գնաց երեքը հետը արավ եւ հարաճ գնաց աղոթելու բայց այս երեքի մեջ գլխավորը ով էր Պետրոսն էր արաբերեն գսեն զայմել հարակե yani այդ խումբին այդ շարժումին հերոսը ամեն բանի մեջ ինք առաջինն էր ինքը թերևս ալ դարիքով մնացյալները մեծ էր եւ ամեն բանի մեջ առաջին քայլը գարներ այսպես ժողովրդականությունը շահած էր 11-ին որպես թե ինքը հավանաբար Հիսուսը վերջ ինքը ելա լիդերը մեծ հավանությունով արանք նույն մնալ մեջերին անցավ գիտեք եւ խնդիրը ստեղծվեցավ գրիվելա մեջերին Հիսուս մերնին է օբիդելա եւ այլն հավանաբար Պետրոս մեծակույն տեխնազուն էր այս Պետրոսը երբ որ Հիսուսը որ զիս պիտի չարչարեն զիս պիտի հանցնեն եւ զիս պիտի սպանեն դարձավ մեկ վարյան անանք փամտող չլակեզի եւ դուք զիս պիտի լքեք եւ երթակ Պետրոսոն ինչ դարձավ նայր տուն ինձ իջես ճանչնարտեր տուն yani ներոամի դեղեր Հիսուս ինձ լավ չես ճանցած աս մնացյալ 11 ամենը ցկեն երթան ես չեմ երթար ես քեզի հետ եմ եթե պետք է մահը ես պատրաստ եմ անիկա ճաշակելու Եվ դուք լավ գիտեք, որ հազիվ աղախի մի ելավ եւ նայեցավ իրեն եւ ասավ, Տուն Պետրոս, տուն իրեն աշակերտները մեկն է, սա լեզուդալ accent-ն ալ հայտնի է, ինչպես մենք անգլերեն խոսենք նամիջաբես կգիտնամ, որ մենք օզի չենք, անի ալ հոն հայտնի եղավ, գիտսան, սինտուն հայտնի է քո accent-ն, որ գալիլեացի ես եւ այլն, եւ այս աշակերտը երեք անգամ մոռացավ Գիտեք ասիկա որքան մեծ վերք ցկեց չնայած որ Հիսուս կսե նայեցավ իրեն երբ որ երեք անգամ մոռացավ դարձավ եւ նայեցավ եւ Պետրոս տեսավ եւ գիտավ որ Հիսուս իրեն մեսեջ մղրգեց այդ նայվածքով քնած կսե զղջաց իր ռազին գիտեք զղջաց բայց դակավին իր սրդին մեջ այդ մեծ վերքը կար եւ այդ վերքը ինչ էր գիտեք որ ինչպես կրնալ որ ես իմ դերս ուրացա դերս ինձի ներեց աշակերտները թերևս կհասկանան բայց դակավին ինքը չեր ներեր ինքը չեր կրնար ներել ասելու որ ինչպես կրցանել եւ վերջավորության գիտեք ինչ ասավ ես այս միշնին եւ այս արակելության արժանի մեկը չեմ Աշակերտներուն ասավ ես կերտամ եդիմ արեստիս կգարտանք որ կերտան ձովը եւ ուրգանը գնեդեն եւ իրենց առաջվա կորձին գտարնա գսե ես երտամ իմ գնոջս իմ զավակներուս կով ամեն ինչ վերջացավ ամեն ինչ վերջացավ Հիսուս տեսավ որ Պետրոս հոգեվոր նահանջի մեջ է հոգեվոր անգումի մեջ է գգարձեք որ գսե որ օքեյ Ինչ կուզես երե ես ահա գերտամ ահա ես երկինք ելեմ 40 օր մնաց որովհետև դեսավ թե Պետրոսը պետք ունի իրեն գնաց իր կովը եւ գանչեց իրեն եւ հետը նստավ եւ սկսավ հետը խոսելու զրույցնելու Պետրոս Զիս անոնցմա ավելի գսիրես երեք անգամ այս խոսքը ասավ եւ երբ որ Պետրոս պատասխան տվավ Հիսուս իրեն ասավ որ նայիր ես գիտեմ որ քու սրդիդ մեջ վիրավորված ես գիտեմ որ քու սրդիդ մեջ նույնիսկ երբեմն տուն քեզի չես ներեր նայել ինքս
Իմ երեսս նայելու համարցակությունը չունի, զգամը չնաս։ Աշակերտներուն արչև բզդիկ ինգար։ Կոնե միս աշակերտները ճուրացան, փախեցան կացին։ Բայց Պետրոսը ինքսինքը հերոս նկատելով ուզեց մնալ, բայց ինգավ այն թագարտին, որ Հիսուս զինք կանխավսած էր։ Ուրացումի 3 անգամ։ Մյուս աշակերտներուն արչև ինչպես երեսնին պիտի նայեր։ Մանավանդ երբ առաքելությունը պիտի շարունակեին։ Երբ որ պիտի երթան իրենց առօրյան ապրին, who cares։ Ես ցկեցի, վերջացավ ինձ համար, ես կերտամ իմ կորձս կնեմ, իմ ցգնորսությունս կնեմ, բայց առաքելությունը ունեմ, եւ ես աշակերտներուն հետ ժողով ունեմ, պաշտամունք ունեմ, եւ իրենք գիտեն, որ ես Հիսուսին ուրացած եմ։ No, ես չեմ գնար ներել ասիգա։ Ես ինձի չեմ գնար ներել։ Այս ապրումը գիտեք շատ անգամ մենք մեր սրտի մեջ կունենանք։ Երբեմն բաներ գնես, որ գգենաս եւ գսես ասիգա ես եմ այս մեկը դու կիս չես հավատար, որ քու արած այդ քայլը որոշումը խոսքերը թադաստաններդ որ ռած ես թուն ռած ես։ Ինքսինքիդ հետ նույնիսկ կսկսես նեղանալու, քու անցդ կսկսես ադելու, քու անցի նկատմամբ կսկսես լարվելու։ Պետրոս ճիշտ այդ վիճակի մեջն էր։ Նեկնաբես գործանած էր, կոլապս եղած էր։ Գլասանք բաներ։ Օրը գուկա դեմ գուկա որ նույնիսկ չես հավատար որ դու այս բանը ըրիր։ Գսկսիս դառնալու ու անցի դսելու ինչ տխմար եմ ես։ Ինչ անհսկամ եմ ես։ Ինչ անհավատ եմ ես։ Հիսուս տեսավ Պետրոսին։ Սավով հայր կովդ կալի ինձ համար մեծ զակույն երազանքն է, որբեսի իդ իմ առաջվա փառքս առնեմ, բայց Պետրոսը չեմ գնար ցկել այս վիճակի մեջ։ Հակոբը չեմ գնար ցկել այս վիճակի մեջ։ Սակոն չեմ գնար ցկել այս վիճակի մեջ։ Լենան չեմ գնար ցկել այս վիճակի մեջ։ Դերը գիտես գշարունակե իր առաքելությունը այն խոսքով որ Մատթեոս 28-րդ գլխում վերջին համար արձանագրված է։ Գսե եւ ահա ես ցեզի հետ եմ մինչև աշխարհիս վերջը։ Ինքը քեզի հետ է, որովհետև գիտե որ քու այդ վիճակեն ազատագրվելու համար միայն իր միջամտությունը կրնալալ։ Միայն ինքը կրնա քեզ այդ վիճակեն հանել։ Ով որ ալքակովը աշակերտները կան, մնացյալները կան, ինչ որ խոսին ամենուն խոսքը քեզ համար աղբի մեջն է։ Միայն Հիսուս կրնա քեզ այդ վիճակեն հանել։ Եվ Հիսուս եկավ եւ Պետրոսին ասավ. «Քեզ չեմ ցկեր այս վիճակիդ մեջ։ Ես գիտեմ քեզի, կջանշնամ քեզի։ Եվ դու պիտի լաս այն աշակերտը, որ իմ ավետարանը, իմ կորձը շարունակես հաջորդ սերունդներուն։ Եվ մենք գիտենք Պետրոս առաքյալ ինչպիսի մեծ կորձեր ըրավ Հիսուսի համբարձումենի հետ։ Կորձ առաքելոցի 3-րդ գլխում մեջ Պետրոս եւ Հովհաննես դաջարը մտան եւ հոնդեղը արդեն իձնեգամգար եւ Հիսուս Քրիստոսի անունով բժշկությունով սկսավ իրենց առաքելությունը։ Այս է թակավորությունը քույրեր եղբայրներ։ Թակավորությունը այն է, որ երկինքի ասի գարավարությունը երկրի վրա գարենաս կորզատրել։ Աստված քեզ իշխանություն տված է, որ ադիկա կորզատրես եւ քեզի դրված է։ Նույնիսկ դու վախի մեջ լաս, գրնատ վախդ парадել, դարագուսանքի մեջ ես շվարած ես գրնա քեզի հաստատել, ոտքերդ ամուր ժայռի վրա տնել, նույնիսկ եթե նահանջած ես հավատքի կյանքիդ մեջ եւ ամծած ես քու ըրազներդ, ինք դագավին չի ամշնար քեզ մե։ Դու քեզ մեկ ամշնաս, դու քեզ մեկ զզվիս, ինք քեզ մեջ ամշնար, ոչա քեզ մեկ զզվի։ Միշտ գուկա եւ հետաքրքրականը ինչ է գիտեք, Հիսուս քնած յետևեն։ Դիպերո Գալիլեայի դիպերո ձովեզերքն էին ինք քնած։ Եվ իրեն կդավ գանչեց ջաշ կերծուց, գսե հոնդե խորոված ցուկ կար, եկեք գերեգս ավդղակ։ Հարությունը վերջ է, հարութենեն ետքը գշարունակվի հարուցյալը մեզի հետ լա։ Հարությունը դոնեցինք անցյալ գիրագի, այս գիրագի գդոնենք հարութենեն ետքը, հարութենեն վերջ, Հիսուս տագավի նույնն է չէ փոխված։ Չէ փոխված։
Պետք էր որ այս բոլորը սեթլներ, պետք էր որ այս բոլորը իդ գարկին տնել եւ յետքը միտքը հանգիստ համբարներ։ Ուզեմ մենք մեր անձերում մասին մտածենք, եկեք մեր գլուխները խոնարհեցնենք սիրելի քույրեր եղբայրներ։ Չեմ գիտեր, եթե քեզի համար այս իրավիճակները ցեվում այս օրերուն քու ցանկիտ մեջալ վախի երկչոդության եւ գամ դարագուսանքի արչեվես շվարած ես ինչ պիտի անես չես գիտեր եւ գամ հոգեվոր նահանջ կա ցանկիտ մեջ երթամ եւ իմ անցյալի ցանկիս վերաթարնամ ինքզինքետ գամչնաս չես ուզեր ինքզինքիդ ներել իսկ չես ուզեր ներել քու անցիդ քույրեր եղբայրներ այս բոլորը դերը գտեսնե այս բոլորը դերը գտեսնե գիտեք ինքը երբեք չամծավ մեզ մե ինքը երբեք զզվանք չսկար մեզ մե ինքը երբեք երես չի դարձներ մեզ մե ովևէ մեկերնես ինչ ալլա քու ներգա վիճակդ ինչ բանի մեջ որալես ինք քեզի հետ հարուցյալ որպես դեր պատրաստ է շարունակելու ընկերակցելու Ովքեր խաղաղության պետք ունին այս օրերուն սրդերնի մեջ խաղաղության գարիք ունին գսկաս որ ահավոր գերբով վախը մտահոգությունները սիրտդ լեցուցած է շատ մբաճարներով գիտեք դերը հոս է խաղաղությունը սկուդամ ցեզի գսե խաղաղությունը սկուդամ Ստացիր Աստծո խաղաղությունը եթե վախերը բադած են սիրտդ եթե հոգ վիշտ սիրտդ լեցուցած են Հիսուս ինքը ասավ սա իմ խաղաղությունս չէ ես չեմ գրնար ցեզի դալ Հիսուս ինքը ասավ իմ խաղաղությունս կուտամ ցեզի որ այս աշխարհ չի գրնար Ստացիր քույրս եւ եղբայրս Ասե դեր հարուցյալ ջամփորդագից ինձի հետ ջամփորդագից ես տուն հարութենեն ետ գալ տուն երգինք չկացիր որբեսի ինձի հետ ըլլաս մինչև աշխարհին վերջը ներգայությունը Սուրբ Հոգիով ինձի հետ ես միշտ եւ ամենադեր ֆիզիկապես երգինք կացիր բայց քու փարավոր անձնավորությունը Սուրբ Հոգիի միջոցով ինձի հետ է խաղաղությունը ստացիր դերոջը Հիսուս Քրիստոսի անունով դերոջ խաղաղությունը թող քու սիրտդ լեցնե ամեն վախի աղբյուրներ այս պահուն կհանգուցվին ամեն վախ քու սրտիդ մեջ դուրս կվանե որովհետև դերոջը ներգայությունը եւ սերը կլեցնե խաղաղությունը կլեցնե Շվարած ես ինչ ընելու դժվարության առջև ես թռներ կան որ գուզես փանալ եւ քոցեն գփորձես եւ չես կրնար փանալ քոցե քույրեր եղբայրներ շատ անգամ այն թռներուն փանալին դերոջը կովն է եւ չուզեր փանաս որովհետեւ այդ թրան փածվիլը թերևս քեզի համար հաջողություն չէ բայց ինք ունի այն փանալին որ ոչ մեկը ունի եւ եթե ինքը գփանա ոչ մեկը կրնա կոչել Գեցիր իր ներգայության առջև ասե ով դեր լուսավոր է իմ միտքս բաց իմ աչքերս որպեսի տեսնեմ գարիք ունիս իր
իմաստությանը, գարիք ունիս իր խոսքին, իր հայտնությանը, գարիք ունիս, որ Սուրբ Հոգին ներշնչե քեզի, ինչպես Էմավոսի ճամփորդներուն, երբ Հիսուս մեկնեց, հասկացան դրդմությունը ծնծության վերածվեցավ։ Ամեն դրդմած հոգի այս պահուն գսաստեմ քու կյանքիդ մեջ են, ամեն դրդմություն, ամեն վիշտ, ամեն դխրության հոգի քու Հիսուս Քրիստոսի անունով քու սիրտդ գլկե այս պահուն, եկուր ով ծնծության հոգի, եկուր ով ուրախության հոգի, լեցուր յուրաքանչյուրին սիրտը։ Հալելույա, հալելույա։ Հարութենեն իդ շատ բան ունի դերը անելու քու կյանքիդ մեջ։ Նույնիսկ եթե նահանջած ես, նույնիսկ եթե քու ըրածներդ այնքան ամոթալի կնկատես, որ նույնիսկ դու քեզ հետ հաշես, ինքզինքի չես ներած, դերը յետևդ է, դերը քեզ գեհդաբնթե, դերը գուզե քեզի հասնիլ, դերը գսե ես քեզ գրգին կգանքնեցնեմ, եւ քու ամոթդ իմ վրաս կառնեմ։ Գիտեք ամենեն մեծ կոզը որ Հիսուս արավ, քու եւ իմ ամոթը իր վրա արավ եւ քեզ թեմքդ երեսդ բարձր, գլուխդ բարձր գրգին հաստատեց այս կյանքին մեջ։ Ըսա որ ասկե յետև դուն ամշնալու պետք չունիս, ասկե յետև դուն ամոթ ըսկալու գարիքը չունիս։ Ես քու բարտկերդ վճարեցի, ամեն բան իմ վրա սարի, գլուխդ բարձր, ջագադդ բաց։ Ոչ մեկը կմեղադրե քեզի ըրազներուդ, որտե բոլորին քինը ես վճարեցի գսե դեր Հիսուս։ Կանգնե, քույրս եւ եղբայրս, դերը այստեղ է որբեսի քեզի վերականգնե։ Մենք կուզենք շարունակել հարութենեն յետ, այն բոլոր բաները, որ Հիսուս կյանքերնից մեջ երավ, աշակերտներուն կյանքի մեջ երավ, իմ եւ քու կյանքիդ մեջ երավ, թակավորությունը քարոզեց, թակավորությունը շարունակեց եւ հասավ իր աշակերտներուն։ Hallelujah. Thank you, Lord. Thank you, Lord. Stație ներկայություն Սուրբ Հոգին թույլ դուր միջամտությունը Սուրբ Հոգին Հիսուսի հոգին է Սուրբ Հոգին հաստատվե իր մեջը կետրոնացիր եմ ամրաբնթվե իր մեջը ժայրի վրա քեզ գտնե եւ այդ կսե վստահելի ես դու ինձի համար քեզ մով երբեք չեմ ամաչնար դու իմ բարձանքս ես կսե դերը դու իմ ուրախությունս ես կսե դերը գվստահիմ քեզի շարունակե այն ինչ որ քեզի հանձնած եմ շարունակե այն ինչ որ քեզի տված եմ քնա թակավորությունը դարած է ինչպես ես աշակերտներուն ես քեզի թունալ ուրիշներուն թակավորությունը դարած է դեր այսօր այս խոսքը գուղե քեզի եւ յուրաքանչյուրիս իմ թակավորությունը շարունակե դարածելու վկայությամբ աղոթքով խրադով օգնությամբ նյութական դասներով այն բոլոր գերբերը որոնք դերը քեզ գմղե քնա եւ դարածե թակավորությունը Հիսուս երբ աշակերտներուն կյանքի մեջ գործեց աշակերտները անգեհետքացին եւ ուրիշներուն կյանքի մեջ գործեցին Հիսուս այսօր քեզի մինիստրը արավ քու մեջդ գործեց քնա թունալ ուրիշներուն արե Ամեն քույրեր եղբայրներ Ամեն Hallelujah hallelujah Փառք քեզի Տեր Հիսուս Thank you Jesus Thank you Lord Thank you Holy Spirit Thank you Father Amen Amen Շնորհքը ձեր բոլորին հետ